Ես իմ ընտրությունը կայացրել եմ։ Ընդդիմություն ունի տարբեր բլոկեր, ես հույս ունեմ, որ բոլոր այդ բլոկերը շեմը կանցնեն, որ բոլորը կաշխատեն, որովհետև իմ պատկերացմամբ այսօր չկա մեկ ընդդիմադիր քաղաքական ուժ, որ կարող է վռնդել Նիկոլին, դրա համար մենք պետք է բոլորս միասնական աշխատենք, պետք է թույլ չտանք, որ իրար վրա ցեղ շպրտվի եւ ամեն մեկը իր կողքի ընկերոջը, գործընկերոջը եթե տեսնում է շեղվում է այդ օրակարգից, պետք է կարգի իրավիրի։ Եթե կարգի չի իրավիրում, որ եւ տենում ես կազմակերպված դա շարունակական է, ուրեմն տվյալ անձանց հակառակորդը Նիկոլը չէ, այլ ընդդիմության մեջ ինտրիգաներ մտցնելն է։ Հայտնի է, որ դուք հիմա Հայաստան Դաշնքի հետ եք Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, խնդրեմ ձեր անելիքների մասով ինչ կարող եք մեզ ներկայացնել։ Այո, ես 2022 թվականից Հայաստան Դաշնք ու Հայաստան խմբակցությունում եմ աշխատում առ այսօր։ Ես կարող եմ ասել իմ մոտեցումը, տեսեք, անընդհատ Հայաստանում մարդկանց փորձում են մեղադրել այս կամ այն թիմին պատկանել, հետո այդ թիմը փոխել։ Իմ թիմը, որ ես համարում եմ իմ մարդիկ, դա իմ ընտանիքն են, իմ ընկերներն են։ Քաղաքական ֆորմատում ես ընտրում եմ մարդկանց ըստ իրենց գաղափարների եւ մոտեցումների։ Հիմա ես կարող եմ ասել, ես ինչ եմ ուզում, դրա համար ընտրում եմ այս առաջնորդին։ Ես ուզում եմ, որ մյուս Հայաստանի կառավարությունը, որ լինի իշխանություն, չների Նիկոլ Փաշինյանին։ Խոսքը չի գնում այնտեղ վարչության պետեր, բաժնի պետեր, ոչ, բայց ես ուզում եմ այնպիսի ղեկավար եւ ես իմ ձայնը տալու եմ, աշխատելու եմ այն ղեկավարի համար, ով վստահաբար պնդում է, որ իշխանություն ունենալու դեպքում Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Արարատ Միրզոյան, Սուրեն Պապիկյան, Վագեն Ալեքսանյան եւ նման երևի մի 20 անուն, որ այդ մարդիկ պետք է փտեն բանտում, որովհետեւ այդ մարդիկ իմ հայրենիքը վաճառելու գործընթացի մեջ եղել են կարևորագույն դերակատարներ։ Ես չեմ ուզում քաղաքական ռետորաբանություն, որ Հայաստանը փրկելու է ինչ-որ տնտեսական զարգացումները, ոչ, ես այդպես չեմ կարծում։ Տնտեսությունը միանշանակ կարևորագույն գործոն է, բայց ինձ համար իբրև հայ մարդով ապրում է Հայաստանում, կարևորագույն հարց է անվտանգությունը։ Եվ ես ուզում եմ ղեկավար, ով ունի փորձ անվտանգ պահպանել իմ երկրի սահմանները, ես ուզում եմ ղեկավար, ով ունի փորձ Սփյուռքի հետ պահպանել այնպիսի հարաբերություններ, որ մեր հայ ազգի ցանցային լինելը իօգուտ գործի մեր հանրապետությանը եւ նաեւ Սփյուռքի մեր հայությունը, նրանք ովքեր ուզում են շարունակել ապրել Սփյուռքում, կարողանան հպարտ լինել, որ հայ են, իսկ նրանք ովքեր ուզում են վերադառնան հայրենիք, իմանան, որ այս պետության մեջ բոլոր նախապայմանները ստեղծված են, որպեսզի իրենք գան արժանապատիվ եւ անվտանգ ապրեն Հայաստանի Հանրապետությունում։ Ի վերջո, եթե մենք հեռանանք քաղաքական այս պոեզիաներից եւ խոսենք թվերով, կրկին եմ ասում, մենք ունենք մեկ ղեկավար, ում ժամանակ թոշակները իրապես բարձրացել են էականորեն, մինչև 6 անգամ։ Մենք ունենք մեկ ղեկավար, ում ժամանակ ամենակիչն է մարդ զոհվել սահմանին։ Ունենք մեկ ղեկավար, ում ժամանակ չի եղել պատերազմ, եւ ինչքան էլ կրկին փորձում են տարբեր ցավոք սրտի ոչ միայն իշխանական ուժերը մոլորեցնել եւ ասոցացնել Ռոբերտ Քոչարյանին, որ նա Ռուսաստանի հետ է, այո, Ռոբերտ Քոչարյանը ունեցել է շատ գրագետ, առողջ եւ շատ ուժեղ ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ, բայց խնդրում եմ, թող լինի մեկը, որ կարող է ինձ արգումենտներով, ուղղակի խոսելով չէ, փաստերով, թվերով, անուններով, ասի մի ժամանակաշրջան, երբ որ այսպես կոչված պրոռուսական Հայաստանը, որ ամբողջապես Ռուսաստանի հետ էր, ուներ այդքան մեծ հարգանք եւ դիրք Ֆրանսիայի հետ հանդիպումների ժամանակ, Ամերիկայի հետ հանդիպումների ժամանակ, Նիկոլի պես չէ։ Նիկոլը, որ մի հատ Վենսի գալը, այո։ Այո։ Նիկոլ Փաշինյանը մեր վրա փորձում էր վաճառել այդպես թանկ Վենսի Հայաստան գալը, երբ որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահան գնում էր Ամերիկա, գնալու համար ինքը մեր սուվերենությունից կամ մեր հողից կամ մեր ազգային շահերից մի բանը չէր տալիս։ Նիկոլը Վենսին Հայաստան բերելու համար այդ գոյություն չունեցող թրիպը խոստվեց, համաձայնվեց, Վենսը եկավ մի պահ որոշեց մարդկային բանանի, ցեղասպանության հուշահամալիրի մոտ X արտակի վրա գրառում արեց, 20 րոպե հետո ջնջեց։ Ակնհայտ է, որ կա Ամերիկայի կարևորագույն դաշնակից այս ռեգիոնում եւ դա Իսրայելն է։ Իսրայելի կարևորագույն դաշնակիցը եւ միակ իրական դաշնակիցը մեր Կովկասում դա Ադրբեջանն է։ Այս տրամաբանական շղթան մեզ պետք է հասկացնի, որ Ամերիկային երբեք այնքան հետաքրքիր չի լինելու հայկական շահերը, որ դեմ գնա Իսրայելին, որ Իսրայելն է իր հերթին դեմ գնա Ադրբեջանին։ Մեզ պետք են այնպիսի գործընկերներ, ովքեր իրապես ուզում են
ինքնիշխան Հայաստան այս տարածաշրջանում ոչ թե որովհետև հայերը կյանք են, այլ որովհետև հայերը իրենց պետք են, որովհետև իրենք հասկանում են, որ եթե ստեղ Հայաստանի Հանրապետության սուվերեն հանրապետության տեղը լինի ինչ որ թուրքական մի վիլայետ, նաև թե իրենց շահերն են դուժելու։ Եվ իմ պատկերացմամբ այդ պետությունները Իրանն են եւ Ռուսաստանը։ Ես վստահ եմ, որ Վրաստանի հետ մենք ունենք հսկայական պոտենցիալ աշխատանքի, պարզապես Վրաստանի դերը աշխարհակահաղական եւ հատկապես անվտանգային գործընթացներում այդքան մեծ չէ, դրա համար առաջնային կարևորությունը ես տալիս եմ Իրանին եւ Ռուսաստանին, եւ այսօր Իրանը ցույց է տալիս, որ դու կարող ես լինել ֆինանսապես ավելի թույլ, կարող ես շատ հարցերով լինել ավելի թույլ, բայց եթե դու ունես ազգային ղեկավարություն, կառուցվածքային հիմքեր եւ իրական պլան եւ ցանկություն եւ հավատ, որ դու պետք է չպարտվես առնվազն, պետք է պայքարես, տեսնում ես, որ այն բոլոր լեգենդները, որ ասվում են իսրայելական զենքերի մասին, ամերիկյան բանակի մասին, տեսնում ես, որ Իրանը միայն այսօր կարողանում է դիմադրել, հսկայական վնասներ հասցնել, եւ ես վստահ եմ մյուս անգամ Իրանի վրա հարձակվելիս ավելի խորն են մտածելու եւ վերլուծելու, արժի դա անել թե չէ։ Իսկ այս իրավիճակով ինձ համար բավական ակնհայտ է, որ ես ուզում եմ ունենալ մի պետություն, որում մենք ունենանք ուժեղ ղեկավարություն, որը կունենա կանխատեսելի եւ հասկանալի ռազմատնտեսական հարաբերություններ իր իրական գործընկերների հետ, եւ ես այո պահանջում եւ ակնկալում եմ այն քաղաքական միավորից, որ ես աշխատում եմ եւ որ ես իմ ձայնն եմ տալու, որ այդ միավորի իշխանությունը ստանձնելիս պետք է վերացնի բոլոր այս քաղաքական հետապնդումները արժանապատիվ հայերից, ովքեր դառան քաղաքալացյալներ Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանում, պետք է կոմպենսացիա տրամադրի բոլոր այն հայ ընտանիքներին, ովքեր ազգային գաղափարի համար պայքարելու արդյունքում հայտնվել են բանտում, եւ այո, կրկին եմ ասում, այդ ուժային կառույցների եւ կառավարության եւ պարլամենտի ղեկավարները, ովքեր որ վստահ եմ գիտակցված մեր պետականությունը եւ սուվերենությունը տանում են զեղչման, այդ մարդիկ պետք է փտեն բանտերում եւ պետք է դաս լինի հետագա բոլոր նորեկած այս կամ այն աշխարհակահաղական կենտրոնից եկած նորաստեղծ քաղաքական ուժերի համար, որ եթե դու եկել ես Հայաստանում ծառայելու այլ պետությունների շահերին, դու պարտադիր փտելու ես բանտում։ Ես եմ շնորհակալ։